Ես մի բան էլ ասեմ, էլի ես առիթը օգտագործեմ, ասենք ամերիկացիք ունեն բան, չէ, անկախության հայրերը։ Հիմնադիր հայրեր։ Հիմնադիր հայրերը մենք արդեն վաղն է որ շուտ հասկանա, մենք ունենք հիմնադիր հայրեր։ Հիմնադիր հայրերը դա հենց այդ Ղարաբաղ կոմիտեի 11 հոգին են։ Մենք կարծում եմ ոչ միայն, բայց սիրենք, մյուսին չսիրենք։ Չէ, իրանք իրականացրել։ Իհարկե անկախության գաղափարը դա օրինակ հիմա Ամերիկայի հիմնադիր հայրերի մեջ Լինկոլնն էլ կա իրանց ընկալումների մեջ։ Իհարկե բանով չի, բայց որպես էլի այդ որովհետև ինչ որ առումով քաղաքացիական պատերազմի հետևանքով ստեղծվեց նոր Ամերիկա, ինչ որ իմաստով։ Այսինքն այդ յանկի Ամերիկան, այսինքն հաղթանակած հյուսիսի Ամերիկան, որտեղ արդեն այդ աբոլյուցիոնիզմն էր, այսինքն բառը լրիվ ստրկությունը վերացվեց եւ այլն։ Այդ իմաստով կարելի է, բայց այն բուն հիմնադիր հայրեր, որոնք հրճակեցին Միացյալ Նահանգները, Լինկոլնը դրանց թվում է իհարկե, բայց ես մի անգամ Ջեֆերսոնը մտնում 11-ը մի հատ ասեք ով են, ես էլ իմանամ էլի։ Մեր Ղարաբաղ կոմիտեի անդամներ, ասեմ ով են, Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեդյանը, Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Գևորգյանը, Համբարձում Գալստյանը։ Կարող է ինչ-որ մեկին բաց թողեցին։ Կարող է, որտեվ դե հիմա հնարավոր է որ ինչ-որ 10 հոգի նշեցինք հավանաբար։ Չէ, 10 հոգի, հա։ Չէ, մեկին բաց ենք թողել։ Մեկնաբանություններում գրեք ում բաց թողեց Լևոն Զուրաբյանը։ Ըստաբար հակի շամ ասեմ անկեղծ բայց պատժամիջոց չի ասնում, չէ՞։ Իմ կարծիքով մեր պետության հիմնադիր հայրերից մեկին հարցրեցի այս թեմայով, ասել լավ ոնց է էլի ամերիկյան, ես Ամերիկայի հետ պատմության հետ կտորը շատ եմ սիրում այդ իրանց այդ բանը։ Ռաֆայել Իշխանյանը։ Ռաֆայել Իշխանյանին հիշեցի Ռաֆայել Իշխանյան։ Չէ, Ռաֆայել Իշխանյանը Ղարաբաղ կոմիտեի անդամ չի եղել։ Ինքը եղել է շատ կարևոր հրապարակախոս, իդեոլոգ, որի գաղափարները ընկան այդ շարժման հիմքում։ Երրորդ ուժի բացառման օրենք։ Չէ, մենք մոռացանք Ալեքսան Հակոբյանին։ Ալեքսան Հակոբյանին, այո, որը ողջ է որը ողջ է եւ ես ամեն անգամ երբ որ իրան տեսնում եմ, ես ոտքի եմ կանգնում ու ասում եմ հիմնադիր հայր, բարև։ Իդեպ ամենահամեստն է, Ալեքսան Հակոբյանը ամենահամեստն է այդ բոլորից։ Համեստ է, բայց ընդունում է։ Որ Ղարաբաղ կոմիտեն իսկապես մեր հանրապետության, մեր պետության հիմնադիր հայրերն են եւ ես պատկերացնում եմ մի օր պետք է ամենակարևոր տեղում այդ 11 մարդու արձանը դրվի որպես հիմնադիր հայրերի արձան։ Ես ասեմ մեծ մեմորիալ պետք է լինի։ Մի անգամ այդ հարցը տվել եմ ու իմ համար հետաքրքրում է ոնց կարելի է ժողովուրդը նրանք հենց ոնց են փառաբանում, ոնց են ասանում անում ու պատասխանը շատ խնդալու բարձ էր ու իրականում տրամաբանական։ Ես ասում եմ, բայց Ամերիկայում այդ քանի տարի հետո են դրանք founding father-ներ, հիմնադիր հայրեր դարել, էլի, 30 տարվա պատմություն ունենք, ու երբ որ հետ ես գնում ամերիկյան պատմության մեջ այդ հիմնադիր հայրերը իրար այդ բլուրջ բանավեճեր են ունեցել, լուրջ խնդիրներ են ունեցել։ Չէ, այդ որակումը ոնց հասկանում եք, եկել է իրանց մահից շատ տարիներ շատ հետո։ Չէ, Ղարաբաղ կոմիտեի անդամների հետ մեջ էլ է եղել լուրջ։ Հետագայում էլ եղել է մեծ պարակտումներ, բախումներ, քաղաքական բան, հա, 96-ը, հետո էլ 2008 թվին էլ եւ ամեն ինչ էլ եղել է։ Ու շատերը իրանցից չեն էլ դիմացել փորձություններին, բաներին, բայց այդ չի կարևոր։ Օրինակի համար ինչքան էլ ես, ասենք, գաղափարական ասենք Վազգեն Մանուկյանի հետ ես չեմ կարող ուրանալ իր դերը նրա մեջ, որ մինչև 91, այսինքն այդ ամբողջ ժամանակաշրջանը 88-ից մինչև 91 թիվը, չէ, 90, երբ որ մենք արդեն անկախությունը ձեռք բերեցինք, մարդը լրջագույն դեր է խաղացել, ոնց կարող ենք ուրանալ։ Չէ, նաև մինչև 94 թիվն է եղել այդ առումով ձեր հետ ինչ որ առումով մեր հետ չի եղել 91-ից ինքը վարչապետությունից հետո հա այդ մի ժամանակաշրջան եղավ 93 թվին երբ որ բանա 92-ից 93 թիվը երբ որ Տեր-Պետրոսյանը իրան նշանակեց պաշտպանության նախարար դե դա էլ էր արվում համախմբման նպատակով մենեջմենտի այո Չէ, ամենայն դեպս իրանց այդ բախումից հայկական քաղաքական դաշտը շատ չշահեց, ամենայն դեպս